Վերադարձանք տաղավար, շարունակվում է մեր եթերը եւ այժմ սիրով պետք է խոսքը փոխանցենք մեր տաղավարի խոհանոցային հատված, որտեղ որ մեզ սպասվում է շատ հետաքրքիր մի ուտեստի բաղադրատոմս, իսկ էլ ավելի հետաքրքիր է, թե ով է պատրաստելու այն ներկայացնենք, Արտուր Շահնազարյանն է մեր այսօրվա հյուրը, հայկական խոհանոցի գիտակ, բարև ձեզ Արտուր։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ հյուրընկալել մեր տաղավարում, մենք շատ հետաքրքիր զրույց ունենք ձեզ հետ, բայց նախքան այդ զրույցը պետք է պարզենք, թե ինչ եք պատրաստվում այսօր մեզ ներկայացնել բաղադրատոմսի տեսքով։ Նմանպես շատ ուրախ եմ, այսօր պատրաստելու ենք ժամանակակից հայ խոհանոցից մի ճաշատեսակ, իմ հեղինակային ճաշատեսակն է, կոչվում է թարտար բաստուրմա, մալինայով եւ քամած մածունով։ Ինչ է մեզ պետք դրա համար։ Մեզ պետք է փափուկ տավարի միս, բիբար, որը որ ձեթի մեջ պատրաստված է, քամած մածուն, մալինա, արախիս, համեմ, սոխ, սխտոր, կարմիր բիբար եւ համեմունքներ տարբեր։ Շատ լավ, եւ ինչից ենք սկսում։ Սկսում ենք կտրատելուց, պետք է ամբողջը կտրատենք, խառնենք իրար եւ նոր արդեն անցնենք զարդարանքի։ Դե, սկսեցինք։ Տավարի փափկամիսը կարծես թե հում վիճակում է։ Տավարի փափկամիսը հում վիճակում է, բայց այս մասը ինքը ամենափափուկն է, որտեղ գտնվում է տավարի ոսկորների, մեջքի ոսկորների տակ, ինքը չի շարժվում, ինքը ամենափափուկ մասն է եւ իրան օգտագործում են թարտար սարքելուց, կարպաչո սարքելուց, դա համար մենք կարանք արխային իրան հում տեսակում ուտենք, մատուցենք։ Շատ լավ։ Կտրատում ենք շատ փոքր։ Սա իսկապես մեզ համար բացահայտում է լինելու տավարի փափկամիսը հում տարբերակով համտեսելը, բայց նախքան համտեսելը պետք է իմանանք, թե ինչպես է պետք այն մշակել եւ պատրաստել։ Ինչը շատ կարևոր է հումմսի դեպքում։ Հումմսի դեպքում նախ պետք է ճիշտ ընտրել միսը, եթե դուք ընտրում եք դա շուկայում, մի ամաչեք ձեր քիթը մտցնել այդ մսի մեջ եւ հոտ քաշել, ձեռը տալ, եթե որևիցե մի բան տեղում չի լինի, դուք սրազու կզգաք դա։ Կզգաք հոտը, կզգաք համը, կզգաք, որ իր կազմվածքը ճիշտ չի։ Դա համար նախ առաջինը պետք է ամեն ինչից հոտ քաշել եւ ձեռ տալ ու ընտրել ճիշտ միս։ Երկրորդը միսը պետք է լինի թարմ եւ պետք է ճիշտ մոտենալ մսի պատրաստմանը։ Հում պատրաստել դա չի նշանակում ուղղակի հում միսը կտրատել եւ ուտել։ Դա նշանակում է ճիշտ իրան համեմել, ճիշտ բաստուրմա դնել, այսպես ասած, եւ ճիշտ կարողանալ մատուցել տարբեր ուրիշ մթերքներով։ Նշեցիք, որ սա հեղինակային բաղադրատոմս է եւ որ խոհանոցներից ոգեշնչվելով եք որոշել ստեղծել այս բաղադրատոմսը։ 7 տարի առաջ ես ստեղծել եմ բարձրագույն հեղինակային հայ խոհանոց, որը ես ձևափոխել եմ հիմքը վեկայելով հին հայկական ճաշատեսակները, ձևափոխել եւ նոր մտածելակերպով, նոր մտցումով պատրաստել։ Ու այս բոլորը ինչ որ ես անում եմ, դա կախված է այդ իմ ֆորմատի, իմ նախաձեռնած մոդելի պատրաստման հետ։ Կտրատեցինք միսը, հիմա պետք է կտրատենք սոխը, սխտորը, կանաչին։ Սոխը նույնպես կտրատում ենք մանր, ամեն ինչը կտրատում ենք մանր մսի չափսի, որ ուտելու ժամանակ մենք հավասար չափով զգանք բոլոր մեր մթերքները։ Եթե որևիցե մի մթերք լինի ավելի մեծ, մենք զգալու ենք մեծամասամբ իր համը։ Այսպիսի խորհուրդներ իհարկե հնարավորություն կունենան թե մեր հեռուստադիտողները, թե արդեն մասնակիցները վայելելու, որովհետև Արթուրը Հայաստան նաև ժամանել է հունիսի 11-ից 15-ը կայանալիք գաստրո Camp Կապան 2025-ին մասնակցելու եւ իր խորհուրդներով կիսվելու նաև, որովհետև
բազմաթիվ Միշելյան աստղեր ունեցող խոհարարներ են լինելու, որոնք շատ խոհարարական գաղտնիքներ են ներկայացնելու, բայց այս ամենի մասին մենք կխոսենք քիչ անց, երբ խոհանոցից արդեն դուք կգաք մեր հյուրասրահ, իսկ հիմա շարունակենք նաև ներկայացնել այս բաղադրատոմսի մյուս գաղտնիքները։ Մյուս գաղտնիքները կտրատում ենք սոխը, հիմա սխտորը, ամեն ինչը պետք է լինի բալանսի մեջ, չենք մոռանում, որ հիմնական մթերքը դա միսն է, ու մենք պետք է զգանք մսի համը։ Արտուր, նշեցիք, որ ամենակարևորը միսը ընտրելիս չվախենալ եւ մանրամասն զննելն է, դա սովորաբար մեր հայրենակիցները եւ առհասարակ մարդիկ, երբ որ միս են ընտրում, ունեն իրենց նախընտրելի խանութները կամ այն մսավաճառները, ովքեր որ վստահում են, որ լավ թարմ միս են բերում, բայց ձեր խորհրդից ելնելով հասկացանք, որ կարելի է այդպես չտրվել այդքան ծայրահեղությունների եւ պարզապես զգացողություններին ուշադիր լինելով ընտրել։ Դե եթե մենք ընտրում ենք շուկայում, սովորաբար պետք է ամեն ինչ փորձել, եթե կա հնարավորություն։ Փորձել, ձեր տալ, հոտ քաշել, հասկանալի է, որ խանութում մենք չենք կարող դա անենք, եթե վակուումի մեջ է միսը եւ այլն, բայց եթե գոնե չնչին հնարավորություն կա այդ ամեն ինչը ձեր տալ եւ փորձել, պետք է մենք դա օգտագործենք։ Մենք սովորաբար խոհանոցային հատվածի մեր հյուրերի հետ փորձում ենք հասկանալ, թե ինչպես են նաև նրանք սնվում, ինչ են պատրաստում առավոտյան նախաճաշի համար, ինչ սննդակարգ ունեն, ձեր դեպքում ինչպես է, լինելով խոհանոցի գիտակ, ունենալով այդքան շատ բաղադրատոմսեր մտքում եւ ձեռքի տակ, սովորաբար ինչ եք դուք ձեզ համար պատրաստում։ Ես ասեմ, որ կա այսպիսի մի ստերեոտիպ, որ բոլորը մտածում են, որ շեֆ խոհարարները ինչ-որ յուրահատուկ ձևի են սնվում, տանը, չէ, մենք ոնց որ բոլոր մարդիկ սովորական մախտանացուները, սովորական պամիդորով ձվածեղ, բլինչիկներ եւ այլն եւ այլն։ Ես փորձում եմ ճիշտ սնվել, որտեղ սպորտով եմ զբաղվում, դա համար ծանր ուտելիք չպետք է լինի, յուղոտ չպետք է լինի ու քիչ պետք է լինի հաց։ Մնացածը ոչ մի բան արգելված չի իմ համար։ Մենք ձեզ կփորձենք հնարավորինս քիչ շեղել հարցերով, դուք պատմեք ինչ եք անում, ինչպես եք անում, որովհետև մենք բավականաչափ ժամանակ կունենանք այստեղ շփվելու ձեզ հետ։ Կտրատեցինք սոխը, սխտորը, համեմը, հիմա կտրատում ենք բիբարը։ Բիբարը ձիթայողի մեջ տապակել էինք, ճիշտ լսեցի սկզբում։ Այո, հա, տապակած բիբարը, եթե չկա տապակած, կարող եք վեկալելու թարմ, մի քիչ համը կտարբերվի, բայց դա այդքան էլ Այսինքն կարող է լինել նաև թարմ տարբերակ։ Կարող է լինել նաև թարմ, ուղղակի տապակածը իր համը մի քիչ տարբերում է, ինքը ավելի թթվաշ է։ Կամ կարելի է օգտվել պահածոյացված տարբերակներից, պարզապես խանութից գնել պահածոյացված արդեն իսկ պատրաստի տարբերակը եւ այդ դեպքում ավելի արագ կստացվի։ Կտրատենցիկ ամբողջը հիմա պետք է համեմենք, խառնենք եւ արդեն սկսենք զարդարել։ Այսքան արագ։ Այսքան արագ, հա, սա խորտիկի պես ինչ-որ պատմություն է, դա համար ինքը երկար ժամանակ պետք չէ իրան։ Ավելացնում ենք աղը։ Սև բիբարը։ Կարմիր բիբարը, քաղցր, եթե սիրում եք կծու, կարելի է նաև կծու օգտագործել։ Ռեհանը չորացրած, համեմի սերմերը և խառնում ենք։ Որքան կարևոր է
ճիշտ զգացողությունը համեմունքների ուտեստները պատրաստելիս, որովհետև սովորաբար կարող են ամենաավանդական դասական ուտեստները միանգամից նոր երանգ ստանալ, երբ փորձում ենք այն այլ համեմունքներով պատրաստել։ Եվ ինչպես սկզբում նշեց Արթուրը, պետք է չմոռանանք, որ այստեղ գլխավոր բաղադրիչը միսն է եւ պետք է համեմունքները այնպեսի չափաբաժնով օգտագործենք, որ այդ բալանսը չխախտենք։ Այո, շատ ճիշտ, նաեւ պետք է մի քիչ ավելացնենք ձեթ։ Մանե, ինչպես ես նախատրամադրված փորձելու այս աղցանը։ Շատ մեծ սիրով, որովհետև տատիկի ականջից հեռու ես միշտ սիրում էի տոլմայի մսից քիչ գողանալ եւ խումհում ուտել։ Ես նույնպես։ Մայրիկի ականջից եւս։ Բայց դե իհարկե պետք է հիշենք նորից, որ ոչ միայն միսը պետք է լինի որակյալ եւ թարմ, այլ նաեւ ճիշտ համեմված, ճիշտ պատրաստված, որպեսզի հետագայում որևէ խնդիրներ առողջության հետ չունենաք, թեկուզ շատ կարճատև եւ շատ արագ լուծվող, բայց միևնույն է, պետք է բոլոր խնդիրներից խուսափել։ Կարծես թե պատրաստ է, սպասում ենք արդեն մատուցմանը։ Սկսում ենք զարդարել։ Մեզ պետք է գա ափսե, տափակ, լայն, կարող է լինել սև, կարող է լինել սպիտակ, բայց որ օգտագործել ենք քամած մածուն, ավելի լավ որ ինքը լինի սև, կամ ուրիշ ինչ-որ մուգ գույնի։ Որպեսզի այդ սպիտակը ավելի հետաքրքիր աշխատի։ Հա, եկալում ենք քամած մածունը։ Իհարկե քամած մածունը իր հերթին եւս շատ հետաքրքիր է։ Այսպես մոռացել ես բալի մասին։ Այսպես լղոզում ենք, եթե կարելի է այդպես ասել։ Տարածում ենք։ Շատ կարևոր է խոհանոցում ազատ տարածությունը աշխատելու համար։ Ահա որ կարևորը նամանավանդ հայկական խոհանոցում, որովհետև հայերը խոհանոց ռեստորան պատրաստելիս սարքում են այսքան զալ, այսքան խոհանոց։ Դա համար ես միշտ կողմնակից եմ նրան, որ սարքեք մեծ խոհանոց, որ խոհարարները ազատ կարողանան իրենց գործը անեն։ Հիմա տեղադրում ենք վրայից արդեն մեր թարթարը։ Ես ճիշտ ֆիքսեցի, չէ, որ բաղադրատոմսը ձերն է, դուք եք այն հորինել։ Այո, իմն է։ Իսկ անվանումը ինչպես է եկել։ Անվանումը թարթար այդպիսի ներողություն։ Բավականին թարթարը, որովհետև այո, բավականին խիտ եւ հագեցած զրույց է սպասում։ Մենք այսպես ես ու Մանեն բարբերաբար մեզ զսպում ենք, որ հարցեր չտանք, միայն կենտրոնանանք այս պահին բաղադրատոմսի վրա։ Այո, ինչպես է եկել։ Թարթարը ֆրանսիական բառ է, դա ֆրանսիական ճաշատեսակի անուն է, որը պատրաստում են նույնպես հումմսից։ Ես վեկայել եմ այդ հիմքը եւ վեկայել եմ բաստուրմայի հիմքը, խառնել եմ իրար, որ համ ինքը թարտարի համ ունենա, համ բաստուրմայի համ ունենա եւ մատուցել եմ դա մածունի հետ, այսինքն միացրել եմ երկու խոհանոց, օգտագործելով երկու խոհանոցի պատմությունը։ Շատ լավ։ Տեղադրեցինք թարտարը, հիմա մեզ պետք է արախիս, հայերեն չգիտեմ ոնց։ Արախիսը գետնանուշն է։ Գետնանուշ։ Աղի գետնանուշը։ Մալինան։ Մալինա։ Ազնավամորի։ Ես բալ էի հիշում, չգիտես ինչու։ Ես էլ զարմացա, փաստորեն նաև ազնավամորին տեղ ունի այս ուտեստում։ Ինքը կտա թթվաշություն եւ քաղցրություն։ Եվ վերջում մի քիչ
համ եմ, բայց արդեն այսպես փոքր տեսակով, միկրոկանաչի, միկրոզիլի։ Դա դուք եք աճեցրել այդ համեմը, թե հատուկ։ Ես չեմ աճեցրել։ Բայց ես հաճախ ռեստորաններում, որտեղ որ ես ղեկավարում եմ, մենք աճեցնում ենք ինքներս, որովհետև նախ դա շատ հետաքրքիր process է, ամեն դա ավելի էժան է, քան ստե գնելը։ Նաև օրգանիկ է։ Մեր ճաշատեսակը պատրաստ է։ Շնորհակալություն Արթուր, բաղադրատոմսի համար ես եւ Մանեն քիչ հետո կտեղափոխվենք այդ կողմ, որպեսզի համտեսենք եւ հետո կիսվենք մեր տպավորություններով հեռուստադիտողների հետ։ Այս պահին առաջարկում ենք ձեզ սիրելի հեռուստադիտողներ երաժշտություն վայելեք, որից հետո կվերադառնանք արդեն Արթուրի հետ մեր տաղավարի այս հատվածում զրուցելու նրա ձեռք բերած հաջողությունների մասին եւ անցած ուղու։ Ես եւ Մանեն ապշահար պարզապես վերադառնում են քիչ առաջ, ովքեր որ մեզ նոր են միացել, մեր խոհանոցում իսկական համերի հրավառություն էր տեղի ունենում շեֆ խոհարարի կողմից, ով պատրաստեց մի շատ հետաքրքիր ուտեստ, մեկ բառով անմահակա էր դա։ Մենք իսկապես ապշած ենք, զարմացած ենք եւ մտածում ենք այն կրկնելու մասին, բայց հիմա վերադառնանք արդեն մեր հյուրին եւս մեկ անգամ ներկայացնեմ Արթուր Շարնազարյան, Գաստրոքեմ Կապանի 2025 նախագծի հրավիրյալ շեֆ խոհարար, երիտասարդ դանակներ շոուի Ռուսաստանի Դաշնության հաղթող։ Բարև ձեզ նորից եւ շնորհակալություն այս համեղ անսպասելի բաղադրատոմսի համար։ Նորից բարև ձեզ, առանձին շնորհակալություն անմահականի համար։ Իսկապես շատ հետաքրքիր համային հրավառություն, ճիշտ նշեցիր, համային հրավառությունը շատ անսպասելի, բայց քիչ առաջ էլ նշեցինք, որ մեր այն հեռուստադիտողները, որոնք Սյունիքում են լինելու, մասնավորապես Կապանում, հնարավորություն ունենալու են տեսնել եւ ձեզանից մի քանի խորհուրդ լսեն խոհանոցի մասին հունիսի 11-ից 15-ը։ Ինչ է այս իրադարձությունը իրենից ներկայացնում, որովհետև շատ Միշլինյան աստղեր ունեցող խոհարարներ, շեֆ խոհարարներ հրավիրվել են մասնավորապես Սյունիքի մարզ, իսկ ավելի կոնկրետ Կապան։ Նախ առաջինը սա ուզում եմ շնորհակալություն հայտնեմ կազմակերպիչներին, որովհետև մեծ պատասխանատվություն է մատուցել, ծանոթացնել հայ խոհանոցը, Հայաստանը, արտասահմանին եւ աշխարհին։ Դա փորձ է, որով մենք կարողանում ենք պատմել ոչ միայն Հայաստանի մասին, այլ մեր մշակույթի, մեր մթերքների, մեր մարզերի, մեր ժողովրդի կենցաղի մասին, ինչով են իրանք ապրում, ինչով են իրանք դարերով սնվել եւ փոխանցել մեր այսօրվա ժողովրդին։ Կարծում եմ ավելի շատ պետք է լինեն այսպիսի նախագծեր, որ մենք կարողանանք ավելի շատ, ավելի լայն ծանոթացնել աշխարհին հայ խոհանոցը։ Մի փոքր այսպես կարճ ներկայացնեմ Արթուրի մասին, նա 15 տարեկանից շատ վաղ տարիքից զբաղվում է խոհարարությամբ, չի ունեցել որպես այդպիսին իր նշմամբ ուսուցիչներ, բայց յուրաքանչյուրից քիչ-քիչ սովորել է եւ հայկական խոհանոցի, մասնավորապես հայկական խոհանոցի գիտակ է, Արթուր հետաքրքիր է հայկական խոհանոցը զարգացնելիս եւ աշխարհին ներկայացնելիս եղել են խնդիրներ եւ ինչպիսին են դրանք եղել։ Խնդիրները եղել են ամենասկզբից, երբ ես սկսեցի ձևափոխել ավելի ճիշտ վերադառնալ հայ խոհանոցի արմատներին, ինչ-որ բան քաղել այնտեղ ես ձևափոխել, մեր մեջ, մեր ազգի մեջ, հայրենակիցների մեջ հայ խոհանոցը լրիվ ուրիշ է, իրանց պատկերացումները այսպես ստերեոտիպների մեջ են։ Մեր համար դա շաուրմենն է, քեբաբն է, իմամ բայալդին է եւ այլն եւ այլն եւ այլն։ Երբ ես փորձում էի նորը մատուցել, նորը բացատրել, ես արժանանում էի մենակ անեծքների, ամենասկզբից, ես շատ եմ պայքարել, որ կարողանամ ճիշտ մոտեցնեմ այ խոհանոցը մեր ժողովրդին ու աշխարհին, ու ամենասկզբից դա ամենածանր փուլն էր կարծես, որովհետև կրիտիկան ահավոր շատ էր ու անհասկանալի էր, որտեղ մարդիկ չէին ուսումնասիրի, մարդիկ չգիտեին ինչ է հայ խոհանոցը։ Մենք ցավոք սրտի ենք ճնշել ու նեղացրել մեր խոհանոցը, որ մնացել ենք մանգալի կողքը, այսպես այդ մանգալից մի քիչ պետքա հեռու գնանք ու հասկանանք, որ մեր խոհանոցը ավելի լայն է, ավելի սիրուն է։
Պասլեն ձեզ համար խոհանոցը եւ հայկական մասնավորապես խոհանոցը փիլիսոփայություն է, ոչ թե պարզապես արհեստ։ Բացի փիլիսոփայություն, դա մեր ինքնության մի մեծ մասն է, դա մայրը, որ լավաշի մեջ փաթաթում է պանիրը եւ տալիս է իր երեխային, ինքը պատմություն է տանում, պատմության դաս է, որտեվ դա այդպես արել է իրեն մայրը, իրեն տատիկը, իրեն նախնիները, դա փիլիսոփայությունից ավելի մեծ հասկացողություն է ինձ համար։ Բայց թարխունը ավելացնելը դա եւս կարելի է պատմության մեջ ներառել, հետո դրան ավելացնել գուցե ռուկոլան, որը որ ոչ հայկական է, բայց կարող է ինտեգրվել։ Ռուկոլան էլ է հայկական, ուղղակի ժամանակի ընթացքում, որ Հայաստանը փոքրացել է, մենք արդեն չունենք ռուկոլա, հիմա պես դա եղել է նաեւ Հայաստանում աճել է ռուկոլա։ Ինչպեսի գաղտնիքներ ենք իմանում հայկական խոհանոցի մասին, եւ երբ խոսում եք այս վերափոխումների, նոր ավելի արմատներին մոտեցած ուտեստների մասին, արդյոք հիմա վերապատրաստումների ընթացքում բաց դռներով են ընդունում այդ ամենը, թե կրկին կա այդ քննադատությունը, որը ժամանակին եղել է։ Կրկին կա, բայց արդեն ավելի քիչ է, որովհետեւ ամեն ինչ զարգանում է, նաեւ խոհանոցը եւ նաեւ մարդկանց մտածելակերպը, ինչին ես շատ ուրախ եմ։ Ու հիմա կարծես ավելի շատ կա այդ մասսան, որ քննադատում է, ասում է ոնց դու սրբությունին ինչ ես կպնում, իսկ կա նաև արդեն մեծ մասսա, որը հպարտանում է եւ ասում է ճիշտ է, սա է մեր ուղին, այսպես մենք պետք է գնանք։ Շատ հետաքրքիր օրինակ վերեցիք լավաշի եւ պանրի, որ մայրը այսպես ավանդույթի ուժով փոխանցում է իր երեխային, այն ամենապարզ տեսակը սննդի, որը որ գուցե իտալացու կամ ֆրանսիացու դեպքում այլ մի բան է, մեր դեպքում լավաշն ու պանիրն է, ձեր մանկության համն ու հոտը ինչպիսին է եղել, ինչպես եք այն հիշում։ Իմ մանկությունը ավանդական հայ ընտանիքում չի տարբերվել, նույն լավաշն է, նույն պանիրն է, գաթան է մամայիս արքած։ Դրա համար ես չէի ասի, որ ես մանկությունից եմ ինչ-որ շատ բան վեկալ, ես ավելի շատ վեկալել եմ իմ մոդելի մեջ պատմությունից հայ, որտեվ իմ մանկությունը անցել է ոնց որ բոլորինը նույն ճաշատեսակների մեջ, մի քիչ տարբերվող ես, համեմունքը մի քիչ են, բայց այդպիսի տարբերություններ մեծ չի եղել։ Հետաքրքիր է փորձարարական շրջանում, երբ վաղ տարիքից սկսել եք արդեն փորձարկումներ անել, ինչպես է մայրիկը մոտեցել ձեր նորամուծություններին եւ այսօր ինչպես է մոտենում։ Ես շատ միամիտ եմ դարձել խոհարար, ես չէի ուզում, ոչ թե չէի ուզում, այլ նպատակ չունեի դառնալ խոհարար, նպատակ ունեի դառնալ սպորտսմեն, ու որ դարձա արդեն խոհարար, սկզբից մինչև հիմա էլ եթե ես պատրաստեմ ինչ-որ մի բարձրագույն խոհանոցից ինչ-որ մի բան, իմ հարազատները կարող են մի քիչ թարսնեն, ասեն ես ոնց են ուտում, բայց նաև կան բաներ, որոնց իրանց դուր է գալի, որ արդեն մտել է մեր ընտանիքի այսպես խոհանոցի մեջ։ Իսկ այդ ուսումնասիրությունների շրջանում, երբ բացահայտում եք հայկական ավանդական խոհանոցը կա, մի բաղադրատոմս, որ ձեզ համար եղել է բացահայտում այն ժամանակ, բայց հիմա արդեն ձեր ամենօրյա խոհանոցի կամ տոնական օրերի անբաժան մասն է։ Այդպիսի շատ բաներ կան, ես ասեմ, ուղղակի մի 15 տարի առաջ ղափաման բոլորիս համար հարսանիքում դա էկզոտիկա էր։ Հիմա արդեն չէ, հիմա արդեն մարդիկ նորմալ են վերաբերում, որ այո, հայկական հարսանիքում նշանդրեքին պետք է լինի ղափամա անպայման սեղանին։ Նույնպես իմ մոտ բաներ կար, որ զարմանալի էր, անընդունելի էր, ու անգամ չէի հասկանում ոնց ասա հայտնվել հայ խոհանոցում։ Բայց հիմա արդեն զարմացնող որևիցե բան չկա, որովհետև ուսումնասիրելու ընթացքում դու հասկանում ես ինչքան խորը ու լայնն է մեր խոհանոցը։ Վերադառնանք ուսուցիչներին, ինչպես նշեցի, ասել եք, որ այդպիսի մեկ մենտոր ուսուցիչ չեք ունեցել, յուրաքանչյուրից տարբեր փուլերում ինչ-որ մի բան եք սովորել, բայց ո՞րն է եղել ամենաազդեցիկ հանդիպումը։ Կամ ինչն է եղել այն, որը որ սովորել եք եւ դա ամենա այսպես հիմնակարայինն է եղել։ Չեմ կարող որևիցե ինչ-որ մի բան առանձնացնեմ, տարբեր շեֆ-փովերներ, տարբեր մոդելներ են առաջ տանում եւ ամեն մեկից պետք է կարողանաս քաղես ու անցածնես քո միջով։ Դա համար
այո, եղել են շատ ուժեղ համաշխարհային շեֆ խոհարարներ, որոնցից ես շատ բան եմ սովորել, բայց չի ասի, որ ինչ-որ մի շեֆ խոհարար կա, որին ես այսպես զարմանքով եւ մի ուրիշ մոտեցում եմ ունեցել։ Այդ դեպքում ձեր կողմից ասեք, որն են այն հատկանիշները, որոնք որ տարբերակում են իսկապես լավ խոհարարին։ Առաջինը դիսցիպլինա։ Ես միշտ ասում եմ, եթե խոհարարը համով է պատրաստում, բայց չունի դիսցիպլինա, դա ժամանակավոր երևույթ է։ Եթե ունի ինքը դիսցիպլինա, դա անպայման կբերի նրան, որ ինքը համով պատրաստի։ Եթե դա չկա, կարանք մոռանանք խոհարար հասկացողության մասին։ Երկրորդը իհարկե համի զգացողությունը եւ երրորդը չմոռանանք, որ մենք աշխատում ենք ռեստորաններում ու ինքը պետք է շատ լավ կարողանա հաշվարկի եւ հասկանա ինքնարժեքը եւ այլն եւ այլն։ Շնորհակալ ենք շատ։ Հմտությունների հետ որպես վերջին հարց ուզում եի մի խորհուրդ ձեր կողմից բոլոր այն պատանիներին, որոնք ուզում են շարունակել հենց խոհարարի ուղով եւ իրենց ապագան պատկերացնում են միայն բարձրակարգ խոհանոցներում։ Ինչպես կասեր Վազգեն Սարգսյանը, ավելի լավ է մեկ մոմ վարենք, քան ստանդարտ բողոքենք խավարից։ Եկեք վարենք մեկ մոմ։ Շնորհակալություն Արտուր, իսկապես շատ հետաքրքիր հանդիպման, զրույցի եւ բաղադրատոմսի համար, որ պատրաստեցիք, իսկ մենք սիրելի հեռուստատողներ հիշեցնում ենք, որ հունիսի 11-ից 15-ը տեղի կունենա Gastro Camp Կապան 2025-ը եւ դրա եզրափակիչ փուլը, որտեղ որ Արտուրը եւս ներկա կլինի իր խորհուրդներով, բաղադրատոմսերով, այնպես որ եթե չունեք որևէ անելիք, ապա պլանավորեք ձեր այս օրերը Սյունիքի մարզում։ Հաջողություն, մենք շարունակենք։ Հաջողություն։ Երաժշտությամբ։